Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Առաջինի եթերում մանրամասներն են, ձեզ հետ է Դավիթ Ստեփանյանը, բարև ձեզ։ Երևանում է գտնվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը արդեն արել է մի քանի, չգիտեմ, որքանով է ճիշտ նշել, հետաքրքիր հայտարարություն, որովհետև որևէ նոր բան պարոն Լավրովից ամենայն դեպս հանրային տիրույթում մենք չենք լսել, բայց այնուամենայնիվ, ինչևէ, այս այցը շատ մեծ ռեզոնանս ստացավ մեր երկրում, հաշվի առնելով նաև այն բողոքի ակցիաները, որոնք տեղի ունեցան ԱԳՆ-ի շենքի մոտ, հասկանալի է, որ Հայաստանի հասարակության, այսպես ասեմ, զգալի մասը Ռուսաստանի հետ, Ռուսաստանի դերակատարման հետ կապված, այդ թվում նաև Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական հարձակումների ժամանակ ունի լուրջ հարցեր։ Եվ այս հարցերը մենք այսօր այդ թվում նաև կբարձրաձայնենք մեր եթերում, մեր հյուրն է հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը։ Բարև ձեզ, պարոն Հայրապետյան։ Բարև ձեզ։ Պարոն Հայրապետյան, պարոն Լավրովի այցը Հայաստան այս պահին 20-ից, 21-ից, 22-ից, 23-ից հետո որքանով է անհրաժեշտ, եթե չասեմ ցանկալի, ըստ ձեզ։ Իրենց համար այլ բան է ցանկալիության սանդղակ կառուցելը, իսկ մեզ համար դարձյալ ցանկալի է, որովհետև խոսելը, երկխոսելը, պայմանավորվելը միշտ ավելի նախընտրելի են, քան բաց առճակատումն է։ Դրա համար լավ է, ես չգիտեմ մերոնք որքանով կկարողանան խոսել, զրուցել, որովհետև ինչքան համատեղ ասուլիսներ տեսել եմ, այստեղ դրա գալուց հետո միշտ ռուսական դպրոցների մասին է խոսել, որից բնականաբար ինձ նման մեկը նողկանք պիտի զգա։ Այնպես որ, այո, նորմալ է, իսկ ռուսական շահերից ելնելով հասկանալի է, մեզ կորցրեց, Կովկասը կորցնում է կամ նորից ռազմական ուժով պիտի մտնի տարածաշրջան, ինչպես մտավ 1800-ականներին պատերազմներով, որտեղ սուրբ տեղը դատարկ չի մնում։ Այնտեղը Թուրքիան կզբաղեցնի, Իրանը կզբաղեցնի, թերահավատ եմ, թե արևմուտքը հավակնություն ցույց կտա հենց այս պահին դատարկվող տեղը զբաղեցնելու, ինչը մենք տեսնում ենք Վրաստանի օրինակով։ Բայց որ Ռուսաստանը շահեր ունի, հասկանալի, մենք ինչ շահեր ունենք Ռուսաստանի հետ կապված, դա էլ ուրիշ խնդիր է։ Մենք պարզապես անցավ պոկվելու կամ ժպիտով հրաժեշտ տալու մեխանիզմը, քիմիան պիտի կարողանանք մշակել, այլապես հիվանդ գազանի բացված երախը, արյունածոր գազանի բացված երախը մեր գլուխը խոթելը կարող է մեզ հասցնել ճիշտ այն բանին, ինչ որ հասցրեց 20-րդ դարի սկզբին, երբ վիրավոր գազան կործանվող Օսմանյան կայսրության բացված երախի մեջ մտցրինք մեր գլուխը։ Այնպես որ այստեղ տոնական հայրենասիրություն պետք չէ խաղալ, մանավանդ որ դրանցից ոչ մեկը այդ տոնական հայրենասիրության վրա խաղացողներից ոչ եղել է, ոչ էլ կլինի առաջին գծում։ Իսկ փոքրիկ Հայաստանի համար ցանկացած քառակուսի սանտիմետրը առաջին գիծ է, մանավանդ ժամանակակից զենքերի պարագայում։ Հասկանում եմ ձեր մտահոգությունը, ինչ որ առումով նաև կիսում եմ, պարոն Հայրապետյան, բայց եկեք փորձենք հասկանալ, ինչ մեխանիզմներ ունի վիրավոր գազանը այս պահին, բեզի Հայաստանի հետ անի այն, ինչ արել է 20-րդ դարի սկզբին։ Ճիշտ նույն մեխանիզմները, ճիշտ իր կիրառածն արդեն մեկ անգամ, փառք Աստծո ճակերտներում։ Ռուսաստանի համար միշտ էլ այստեղ առևտրի պատրաստ է թուրքական էթնոսը, Թուրքիային քսի կտա, իսկ Թուրքիա ասելով այսօր կարելի է նաև ռուս-թուրքական պրոյեկտ Ադրբեջանին հասկանալ։ Միշտ քսի կտա եւ հայերը ստիպված կլինեն այս անգամ ավելի խեղճացած եւ ավելի կորցրած գնալ առաջարկներ ընդունել։ Ռուսաստանը 200 տարուց ավելի է այստեղ է, Հարավային Կովկասում է, եւ հայ ժողովրդի համար դուք մատների վրա, մեկ ձեռքի մատների վրա հաշված կարող եք ասել, որ
դրական ազդեցություն է ունեցել։ Իսկ բացասականը մինչև երկինք է հասնում ուղղակի։ Սկսած ցեղասպանությունից եւ վերջացրած ամենասոսկալի բանով, ինչ որ մահմեդական պարսիկներն ու թուրքերը չարեցին հայկական դպրոցների փակումով 3 անգամ ցարի հրամանով մեր հարևանների հետ մեզ գշտեցնելը, այնպես որ նույն բանական է, թուրքերին քսի կտա պարզապես մեզ վրա, հետո ինքը որպես խաղաղարար կփորձի հայտնվել եւ ելի կճարվի ինչ որ մեկը, Խաչատուր Աբովյանի նման, որ կասի օժնվի են Սահաթը, ելի կճարվեն մեր կոմունիստ բանաստեղծների նման, ընդ որում հանճարեղ բանաստեղծների Տերյանի եւ Չարենցի նման, որոնք ելի կօժնեն, բայց երեքներ զոհ կգնան ռուսական Չեռնիշևսկու ասած տապորին կացնին զոհ կգնան, կոշիկը մենակ մեկ ոտքի կոշիկը կպահպանվի Խաչատուր Աբովյանից, իսկ Չարենցի գերեզմանի տեղն էլ չենք իմանա, այնպես որ շատ զգոն է պետք լինել, ուռա հայրենասիրություն պետք չէ ամենևին։ Պարոն Հայրապետյան, ինչն է ձեզ խանգարել մինչև այսօր 22-ից հետո մենք այս ժամանակահատվածն ենք դիտարկում Պուտինին, Ռուսաստանին, Թուրքին քսի տա Հայաստանի վրա։ Քսի է տվել, ոնց է էկոլոգներն ովքեր էին։ Երբ։ Եվ ինչ քսի տվեց, Արցախը դատարկվեց, էկոլոգիական շարժման։ Արցախի մասին չենք խոսում հիմա, դա արդեն պարզ է, դա ինչ է տվել։ Հայաստանի դեպքում։ Հայաստանի դեպքում ջերմուկի դիրքերը ով ասես։ Ես դրամ եմ ասում 22-ից հետո ինչի քսի չեն տալիս։ Սպասում են։ Ինչ են սպասում։ Նայեք, հնարավորություններն այլ բան են, ցանկություններն այլ բան։ Ռուսաստանն իհարկե հենց հիմա կուզեր մեկ ընդմիշտ լուծել Հայաստանի էլ, Վրաստանի էլ, Ադրբեջանի էլ ճակատագիրը, բայց իր հնարավորություններն արդյոք այսօր այսքանն են։ Այսօր մանևրի դաշտը ադրբեջանցիների եւ թուրքերի հետ խաղալն է Ռուսաստանի, նրանց օգտագործելը եւ նրանց վճարելը իր ստանալիքի դիմաց, ընդ որում վճարելիքը միշտ վճարամիջոց են, միշտ մենք ենք լինում, մեր շահերն են լինում, ինչքան կարողանում է, այնքան անում է այսօր։ Եվ վաղը չի բացառվում, որ շատ ավելի կոպիտ ձևով փորձի անել։ Ինչպես որ կոպիտ ձևով հասկանում եք 1 միլիոն զոհ ռուս-ուկրաինական պատերազմում։ Եթե նույն հավատի, ոչ թե հավատակից, այլ նույն հավատի, նույն եկեղեցու անդամ, նույն հորից մորից ծնված մյուս եղբորը ուկրաինացի ժողովրդի հետ այսպես դաժան կվարվի, ես ով եմ, որ բառացիորեն չընդունեմ Բայդենի որակումը Պուտինին տրված մարդասպան։ Այո, Ռուսաստանն այսօր մարդասպան պետություն է։ Ոչ թե Պուտինը, այլ Ռուսաստանը, որովհետև նրանք ովքեր որ դեմ էին այդ մարդասպանությանը, ինչպես որ 1920-ականներին եղավ, նույն օրինակով լքեցին փիլիսոփայական շոքենավերով Ռուսաստանը։ Այսօր Ալլա Պուգաչովը չկա այնտեղ, այսօր կան միջակայություններ, այսօր այնտեղ Մակարևիչներ չկան, ուրիշները կան, որոնք հաստատ այդ կլասը չեն ապահովելու, ինչպես որ ժամանակին Բունինը չկար եւ տեղը մնացել էին ողորմելի պրոլետ գրողներ։ Դրա համար Ռուսաստանին տասնամյակներ պետք եղան, որ նորից մի հատ շուկշին կարողանա ծնել։ Պարոն Հայրապետյան, ինձ համար կա, ես այդպես եմ դիտարկում այս իրավիճակը, երբ որ մենք փորձում ենք Ռուսաստանի հետ փորձել խոսել այս պետության, մարդասպան պետության, դա ձեր որակումն է, պարոն Բայդենի կապված Պուտինի հետ, խոսել ցիվիլ լեզվով, մեզ մեղմ ասած չեն հասկանում։ Եվ այդ մասին խոսում է մեր ամբողջ հարաբերությունների պատմությունը Ռուսաստանի հետ։ Հիմա մենք խոսում ենք ցիվիլ, մեր նախարարը, արտգործնախարարը ասում է, որ մենք չենք պատրաստվում վերաֆորմատավորում անել Ռուսաստանի հետ հարաբերություններում, ինչ 97 թվականի պայմանագրում գրածը, դա էլ գնալու է, ի կատար է արվելու, լուրջ խնդիրներ չկան, կան խնդիրներ հապկի հետ, դա քննարկում ենք։ Սա պարոն Միրզոյանի ասածն է։ Պարոն Լավրովը ի պատասխան ասում է, եւ այսօր էլ է նշել, որ Սյունիքում պետք է բացվի ռուսական հյուպատոսություն։ Պարոն Լավրովը եւ Ռուսաստանը ձգտում են, որպեսզի Հայաստանում տեղի ունենա ռուսիֆիկացիա։ Դուք էլ նոր նշեցիք, չէ՞, դպրոցները։ Դպրոցները միայն մեկ կոմպոնենտ են։ Այդ հյուպատոսությունը ինչով պետք է զբաղվի։ Ինչու հենց Սյունիքում։ Գյումրիում ինչ է կատարվում, մենք տեսանք մայիսի 9-ին։ Այդ Ղուկասյանի Վարդան ինաուգուրացիայի օրը տեսանք ինչ է կատարվում։
Արդյոք այս ամենը մեզ համար ոչ պակաս մարտահրավեր չէ, քանց թե ձեր նշած այդ 11-րդ բանակի քայլերթի հեռանկարի կրկնությունը։ Արդյոք սա պակաս խնդիր չէ, պակաս մարտահրավեր եւ վտանգ չէ։ Իհարկե դեռ ավելին է։ Դպրոցը ամենակարևոր դպրոց լայն առումով, կրթական համակարգը ամենակարևոր հատվածն է, ֆունդամենտալ հատվածն է ցանկացած պետության համար։ Բնականաբար, եթե մենք դա չէինք հասկանում, պետականազուրկ ազգ լինելով 1000 տարվա պետականազուրկ ազգ լինելով, ռուսները հասկանում են եւ հարված այնց դրան էլ ուղղում էին։ Այսօր էլ դրան են ուղղելու։ Բայց չեմ անընդհատ լեզվից ասում, եւ մտավոր հետամնացները տխմարները կարծում են, թե քաղաքականությունն այն է, թե ով կփրշտա, ով այդ փրշտոցից իմպիչմենտ կենթարկվի, կամ ով կմտածի, թե ում պատվերով փրշտած։ Հասկանում եք, սա քաղաքականությունը չէ, սա գավառական խրտվիլակություն է։ Քաղաքականությունը հիմնարար բաներն են, այ օրինակ Պուտինը քաղաքականություն շատ լավ է հասկանում, հրաշալի է հասկանում, եւ դրա զոհերը մենք ենք, եւ դրա զոհերը սպիտակ ռասային պատկանող հրաշալի մշակույթ ստեղծած ուկրաինացի ժողովուրդն է։ Իհարկե շատ ավելի բայց որ հյուպատոսարան պիտի բացեն, մերոնք եթե կարող են վնասներն ու օգուտները հաշվի առնելով ընդդիմանալ դրան, ցանկալի կլներ, որ ընդդիմանային, բայց իսկ ով ասաց, որ Հայաստանում ռուսական ներկայացուցչությունը հենց մեր իշխանությունները չեն, հենց մեր ընդդիմությունը չէ։ Դե եթե տենց լիներ այդ դեպքում ինչու են ուզում հյուպատոսություն բացել։ Կապանում, որտեղ երևի թե 10 ռուս լինի կամ չլինի ամբողջ ռեգիոնում։ Ռուսաստանը գեոստրատեգիկ շահեր հետապնդող համաշխարհային ուժային կենտրոններից մեկն է։ Բնականաբար պիտի ուզեն այնտեղ բացել։ Եվ շատ ավելի ուժեղ գեոստրատեգիկ շահեր հետապնդող եւ ավելի հզոր երկիր կամ Ֆրանսիան։ Կան մեր տարածաշրջանում նույնիսկ Միացյալ Նահանգները, կան Իրանը, բայց ինչու չպիտի ուզենա։ Մեր խնդիրն այն է, որ մենք հաշվենք դա մեզ ձեռք է տալիս, թե չէ։ Այս պարագայում կարծում եմ, որ մեզ ձեռք չի տալիս, բայց պետք է հնարավորությունները հաշվել։ Կարող ենք ընդդիմանալ։ Եթե կարող ենք, ուրեմն պետք է ընդդիմանալ։ Եթե չենք, այդ ինֆորմացիային ոչ ես կարծում եմ, ոչ էլ դուք չեք տիրապետում ստորջի։ Ես գիտեմ, որ 3 տարի է ընդդիմանում ենք, որտեղ այդ խոսակցությունը 3 տարի առաջ է սկսվել։ Ես կարծում եմ 3 տարի ձևեր են թափում, հետո գալիս է մի պահ, ասում են հերիք հետ կոտրատվես։ Հիմա դեպի հարճի առագաստ։ Այդպես չէ էլի, չխափենք մեր ժողովրդին։ Ընդդիմանալ չկա։ Ուզում են ընդդիմանան։ Լավրովի գալու օրը պետք է, այսինքն այսօր կամ 3, չգիտեմ, երբ է այդ կասկածելի ազգանունով մարդը հայտնվել այստեղ։ Պետք է մեր մայր հրապարակից, հանրապետության հրապարակից ընդամենը 30 մետր հեռավորության վրա գտնվող Հայաստանին անկախությունից զրկած առաջին հանրապետությունը կործանած օկուպացիոն բանակի հուշակոթողը հանվեր։ Ռուսական դեսպանությունից ոչ հեռու գտնվող մանկական այգուց Հայաստանն օկուպացրած, մեզ անկախությունից զրկած 11-րդ կարմիր բանակի հուշակոթողը պետք է հանվեր։ Եթե դա չեն անում, եթե ես ամեն հանդիպման եթերում առիթը բաց չեմ թողնում այս մասին ասելու, եթե դա չեն անում, ինչով կարող եք ապացուցել, որ մեր իշխանություններն ընդդիմանում են, մեր իշխանություններն ասում են, նազուտուզ են անում, հարսի նազանքի պարը պարել են, հիմա դեպի որպես հարճ, ոչ թե որպես հարս, որպես հարճ դեպի Արագաստ։ Դե միգուցե ձեր նշած մեր զրույցի սկզբում տրամաբանությամբ չեն ուզում հարաբերությունները վատթարացնել Ռուսաստանի հետ, չնայած ես չեմ պատկերացնում էլ որտեղ պետք է վատթարացնեն, որպեսզի 11-րդ բանակը չմտնի Հայաստան։ 11-րդ բանակը Հայաստանից դուրս չի եկել։ Գյումրիում դրված է, Գյումրիում խեղկատակներին իշխանության են բերում։ Այնպես որ թող ձևեր չթափենք, էլի կմտնի, չէ, տեսնենք ինչին կարող ենք դիմադրել։ Դե դեպքում ինչից են վախենում, ես չեմ կարող հասկանալ, պարոն Հարապետյան, եկեք հասկանանք մեր հեռուստադիտողները հասկանան։ Մեր իշխանությունները, չեն վախենում։ Չեն վախենում։ Չեն վախենում։ Պարզապես նրանց գործակալներն են, ո՞նց են վախենում։ Հայաստանի իշխանությունը ռուսական դրածո իշխանություն է։ Չխափենք մեր ժողովրդին։ Դուք իրոք կարծում եք, որ Հայաստանում կարող էր կամ Կիրգիզիայում կամ չգիտեմ Ադրբեջանում
նույնիսկ Ադրբեջանը, որ բավականին ինքնուրույն է, ոչ ՀԱՊԿ-ի անդամ է, ոչ ԱՊՀ-ի անդամ է, ոչ Մաքսային միության անդամ է, հանկարծ իշխանություն փոխվելիս Ռուսաստանն իր ձեռքը չունենա այնտեղ։ Այստեղ մենք կարող ենք ինքնուրույն իշխանություն ձևավորել։ 18-ին մենք չենք ձևավորել իշխանություն։ Իհարկե մենք չենք ձևավորել։ Բնականաբար Ռուսաստանն է ձևավորել։ Ուրիշ խնդիր։ Ինչպես։ Այդ գնացեք այդ Ինչ Ռուսաստանն է դուրս հանել փողոց 18-ին։ Ոչ։ Ձեզ դուրս են հանել Ռուսաստանի ներկայացուցիչները 18 թվականին։ Այո։ Եվ իշխանական եւ ընդդիմադիր։ Ուրիշ բան, ինձ էլ են դուրս հանել։ Մի քանի անգամ էլ ես եմ եղել ցույցերին։ Ընդ որում շատ սիրով եմ եղել։ Ընդ որում հենց այդ օրերին ձեր եթերով խոսել եմ, ասել եմ հասկանում եմ, որ սա ռուսական է։ Բայց մեկ level ավելի լավ է, որովհետեւ ճահճի գարշահոտությունից կազատվենք։ Հետո արդեն մեզնից կախված կլինի։ Մենք ինչպես կարող ենք խաղալ Հայաստանում իսկականից հայկական իշխանություն ձևավորելու համար։ Պարոն Հայրապետյան, եթե այս իշխանությունը նշանակվել է Ռուսաստանի կողմից, ինչու է ընդդիմանում ռուսական պլաններին։ Օրինակ, ինչու միջև հիմա այդ Facebook-ի վերահսկողությունը չկա միջանցքում, ինչպես դա գրված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում։ Ներողություն։ Շատ են, չէ՞ ուզում իրենք դալին, ինչի չկա։ Իսկ դուք կարող եք ինչ-որ մի բանով ապացուցել, որ իրոք մեր իշխանություններն ուզում են ռուսական ներկայության նվազում, գոնե մեկ փաստ բերեք, իսկ ինչու չկա, դուք կարծում եք, որ իրոք Հայաստանից է կախված, ընդ որում Միջանցք բառը չկա, այստեղ Նիկոլը շատ ճիշտ է ասում, Միջանցք բառը չկա, 9-րդ կետի մասին եք ասում, որ այո, Ռուսաստանյան Դաշնության դաշնային զորքերը պիտի, այսինքն ինչու չկան։ Պիտի վերահսկեն, որովհետև Ռուսաստանին պետք չէ, եկեք նայեք, Ռուսաստանին այս պահին պետք է, թե այս Բա իհարկե պետք է։ Կարտ խաղում եք, գիտեք, ես գիտեմ, խաղում եմ։ Կոզրը երբ են գնում, այդ ամեն անպատե հառիթի չեն գցում, էլի այդ մերոնք են, որ ունեցա, ինչպես Լեոն էր ասում, մենք կտուրի ժողովուրդ ենք եւ ոչ թե կաբինետի ժողովուրդ, մեր չունեցածի մասին անգամ կտուրից բղավում ենք։ Կոզրերը այն ժամանակ չեն մտնում, երբ որ պետք չէ։ Դա հաղթաթուղթ է Ռուսաստանի ձեռքին, օգտագործի այն ժամանակ, երբ իրեն պետք լինի։ Կարծում եք, որ Իրանի համար է դժվար հենց այսօր զորք մտցնելը։ Հայաստանում այսօր ով ուզի կարող է զորք մտցնել։ Ինչու, որովհետև մեր երկրորդ աչքի լույսը, առաջինը մեր կրթական համակարգն է, որի հիմքը լեզուն է։ Փորփրելուց հետո մենք անցել ենք մեր բանակը փորփրելուն։ Ընդ որում վարկաբեկելով փորփրելուն։ Ընդ որում հենց իշխանության գալուց հետո բանակը վարկաբեկել դրանով պատրաստվում էր, նախապատրաստվում էր 2020 թվականի խայտարակ պարտությունը։ Երբ որ չեմ ասում, գեներալ Մանվելը աչքից լույսը չէր, ուղիղ հակառակը։ Բայց որևէ բանական մարդու մտքով կանցներ, որ այդ մարդը մեռելի վրայի ծաղկե պսակը տարել է իր նկողում է պահում։ Դա մեր պետությունը նկարում էր, պետական օրգանները նկարում են, չէ՞, Վանեցյանի KGB-ը ինչեր դրանք էին նկարում կամ քնչական, չգիտեմ։ Նկարում պետական եթերով, հանրային եթերով ցույց են տալիս, որ մեռելի ծաղկե պսակն իր մոտ է տարել, չգիտեմ ինչ որ պահածոներ է տարել իր մոտ ժամկետ անց։ Որևէ մեկի մտքով կանցնի, որ դա ճիշտ է, բայց խանդավառված բոլորն ասում են ապրի։ Ինչու, որովհետև պետք էր ուսադիրներ վարկաբեկել, իսկ ուսադիրի հարգը շատ ավելին է, քան այդ ուսադիրը կրողի հարգը։ Պարոն Հայրապետյան, եկեք գեներալ Մանվելին հանգիստ թողնենք։ Չէ, հանգիստ չենք թողնում։ Չէ, ես հիմա չեմ ուզում դա, չեմ ուզում դա քննարկել։ Ատրճանակը տվեց, ասես քեզ խփի։ Մեր Սարոյան հուսամ նայել եք, չէ՞ Սարոյան եղբայրներ ֆիլմը։ Հա, որտեղ մարդիկ կան փորձում են հայ ժողովրդի ճակատագիր տնորել եւ հայոց հոգուն անհաղորդեն։ Ես բոլոր մեր ֆիլմերը նայել եմ։ Շնորհակալություն։ Այնտեղ Սարոյան Գևորգ Սարոյանն ինչ է անում, ասում է քեզ պետք չի որ պատի տակ սատկացնեն, է։ Ատրճանակը տալիս ասում է ինքդ քեզ խփի։ Ես վստահ եմ որ Մանվելին տային ինքն իրեն կխփեր։ Պարոն Հայրապետյան, դրանով մեր բանակը չէր վարկաբեկվի։ Դրա համար էլ ովքեր էին առաջին ծախողները մեր Արցախի, հենց այդ ռուսահպատակ գեներալիտետը Արցախում բոլորը գիտեն դա։ Մենք հիմա ուրիշ բան ենք։ Բոլորը գիտեն հանկարծ դրանից այսպեսի եզրակացություն եք անում, որ մեր իշխանություններն արևմտյան են։ Չէ, ես դա չեմ ասում։ Ես ուզում եմ հասկանալ ինչու են նրանք պրոռուսական։ Դուք ասում եք ժամանակը չէ հաղթաթուղթը դնել սեղանին, գցել սեղանին։ Ես ուրիշ բան եմ ասում։ Ես հասկանում եմ, որ այս տարածաշրջանը բոլորի համար ներկայացնում է մեծ հաշվով մեկ հետաքրքրություն։ Եվ այդ հետաքրքրությունը այս տարածաշրջանի ամբողջ տրանզիտ պոտենցիալն է։ Հիմա
այդ ճանապարհը կամ միջանցքը ով ինչպես կուզի, այդ տրանզիտ պոտենցիալի ամենակարևոր բաղկացուցիչներից է, որովհետև վիճելի տարածք է եւ վիճելի դա դարձրել է Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան 44 օրյայի հետևանքով։ Ամենայն դեպս իրենք այդպես են կարծում։ Մենք եւ Իրանը այդպես չենք կարծում։ Հիմա եթե հիմա չի ժամանակը դա դնել սեղանին, բայց երբ է լինելու այդ ժամանակը, որովհետև սա է չէ խնդիրը, որը դրված է։ Վերցնել վերահսկողության տակ։ Ինչու ռուսները դա չեն անում, եթե ինչպես դուք ասում եք, այս իշխանությունը իրենց խամաճիկն է եւ իրենց կողմից նշանակված է։ Ինչ հիմնավորում է պետք չէ։ Չեմ ասում, թե դուք ինձանից պակաս տեղեկատվություն ունեք, կարծում եմ շատ ավելի շատ ունեք։ Գիտեք, որ Զվարթնոցից հանվեցին, իբրև թե հանվեցին ռուսական զորքերը։ Իսկ ինչու իբրև թե։ Դուք ուզում եք ես ասեմ։ Դա իմ գործը չէ, այլ ձեր գործն է, դուք եք լրագրողը։ Ես գիտեմ, որ հանվել են։ Եթե չեն հանվել, ասեք ինչու չեն հանվել, ես չգիտեմ։ Մեղրիում ովքեր են վերահսկում, կարծում եք մերոնք են, Մեղրիից էլ ասցին, չէ՞ որ հանվել են։ Ահա։ Դտայից է չեն հանվել։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Ես ուղղակի Զվարթնոցից չեմ տեսել ռուսներին, դրա համար։ Իհարկե դուք շատ բաներ կարող եք չտեսնել։ Եվ ես կարող եմ չտեսնել սովորական քաղաքացիություն, այդ լուրջ կայսրության հետ գործ ունենք, է։ Ես սովորական փնթիների նման չեն, մեր իշխանությունների կամ անդիմության, որ ամեն ինչը սովորական բանվոր Պողոսին ինչպես Չարենցները ասում տեսանելի լինի։ Մենոնք ուղղակի ասեն բռնեք թքեն վրեն։ Սա է մեր քաղաքականությունը։ Լավ, ընդունենք, որ Զվարթնոցում ռուսներն են, Մեղրիում ռուսներ։ Միջանցքում ռուսներ ինչի չկան։ Որպեսզի պատասխանատվություն իրենք չկրեն վաղվա անելիքի։ Եթե իրենք լինեն, իրենք պատասխանատվությունը կրել են։ Պատասխանատվություն չեն կրել, իրենք Արցախը փորը տվեցին, վաճառեցին թուրքերին, ոչ թե պատասխանատվություն չեն կրել։ Պատասխանատվություն չեն վերցրել։ Խաղաղապահները ովքեր են։ Խաղաղապահները գնացել են այնտեղ, որպեսզի կամքը կյանքի վտանգ չսպառնա արցախցիների։ Արցախցիներն ուզեցին դուրս գալ, նրանք էլ ապահովեցին հանգիստ դուրս գալը։ Դա այլ հարց է, արցախցիների մասին հիմա որ խոսենք, մեզ մի քանի ժամ ժամանակ է պետք, եկեք չշեղվենք։ Ես ուրիշ բան եմ ասում, դուք կարծում եք, որ Պուտինյան Ռուսաստանը այդ ռեժիմը այն մարդիկ են, ովքեր պատասխանատվությունից են վախենում։ Չէ, հիմա աշխարհի խաղի կանոններ չկան, իհարկե ջունգլի օրենքներ են։ Այն մնացորդներ ինչ որ կան, մենք դրանցից ենք կախված եւ Հայաստանի փխրուն կայունությունը, անկախությունը որ կա, այդ կիսատ պռատ մնացած կանոններից է դեռ նախորդ աշխարհակարգի, որը համարյա թե ամբողջությամբ փլուզվել է, նորը դեռ չի եկել։ Եվ հիմա այստեղ նույնիսկ իշխանություններին մեղադրել էլ չի լինի, ընդդիմությանն էլ մեղադրել չի լինի։ Ինչքան կարողանում են, պահում են։ Ռուսներն ասում են հիմա մեզ չանեք, որպեսզի մենք պատասխանատվու մենք անում ենք, մեզ հանեք, դուք ինքներդ հանեք։ Դուք իսկականից կարծում եք։ Ես կարող եմ ձեզ հետ համաձայնվել, եթե մի հարց չլինի։ Այս նույն տրամաբանությամբ, որը դուք հիմա նկարագրում եք, եւ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, եւ Սերժ Սարգսյանի ժամանակ, եւ հիմա Նիկոլ Փաշինյանի ժամանակ մենք վարում ենք արտաքին քաղաքականություն։ Եվ մենք եկել ենք հասել ենք այնտեղ, որտեղ գտնվում ենք։ Եթե մենք ուրիշ բան անենք ու հասնենք Սաակաշվիլու նման, ես կասեի հա, բայց մենք չենք արել դա։ Եվ մեր գլխին տվել են։ Հիմա եթե շարունակում ենք սենց, ինչ հույս ունենք, որ գլխներից չեն տա։ Մի քիչ մեթոդոլոգիական անարդարություն կար ձեր ասացի մեջ 100 հոգի հաց են ուտում, հա, ճաշը բան դրված, մեկը մատներով է ուտում, մեկը պատառաքաղով, բոլորի համար նույնն է ուտելը, սնվելը։ Դրա համար խնդրեմ Լևոն Տեր-Պետրոսյանին չխառնեք այդ բանվորագյուղացիական զանգվածի հետ։ Ես իր մտավոր կարողությունների մասին չեմ խոսում, կամ ինտելեկտուալ պատառաքաղից օգտվել իմացող մարդու մասին է խոսքը, եւ մեր գլխին կարգված ռուսները մեզ այնքան արհամարեցին, որ ասին Լևոնը ձեզ շատ է, հեսա կտեսնեք ինչեր ենք բերելու ձեր գլխին։ Հաջորդ անգամ շատ ավելի սոսկալի բաներ են բերելու։ Դե եթե համեմատենք Տեր-Պետրոսյանին, Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ, մի շարքում դրեցիք։ Մի շարքում է։ Չեղավ։ Մի շարքում չի գործողություններով։ 102-րդ բազան ով է ստեղծել Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը, թե Սերժ Սարգսյանը։ Էլի նույն բանը ասեմ։ Այն ժամանակ երբ էր, որ թվականին էր 102-րդ ռազմական բազայի մասին պայմանագիրը, պետք չէ մտածել, թե պետք չէ։ Եվ հիմա ինչ իրավիճակ է։ Դուք ասում եք, չգիտեմ էլի, ինչու արթուն մարդը կարող է ինքնապաշտպանվել, քնած մարդը չի կարող չէ որ երկուսն էլ մարդ են։ Չեղավ էլի, մենք հանգամանքները հաշվի առնենք, իրողությունը, սա չոր գողականի վեճ պետք չի լինի էլի, որևէ բան միապատճառ չէ, այլ բազմապատճառ է։ Մենք հոգի ունենք տալու, անարդար չլինենք, ոչ մի գնով մեր արդարամտությունը չվաճառենք, արդարամիտ լինենք։
Ես կավելացնեմ ձեր խոսքերին, պարոն Հայրապետյան, որ նաև մենք ունենք կյանք, որը մեկն է եւ մենք պետք է աշխատենք ապրել այդ կյանքը այնպես, ինչպես չենք ապրել մինչեւ այսօր։ Այդ ռուսներն էլ են այդպես ասում, հա։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Հայրապետյան, հարցազրույցի համար։ Ձեզ նմանապես շնորհակալություն։ Մեր հյուրներ հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը, քիչ անց մենք կվերադառնանք տաղավարը, կշարունակենք մեր աշխատանքը։